Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու հրավիրում իմ խոհանոց։ Այսօր միասին պելմեններ ենք պատրաստելու ամենահեշտ ու ամենահաջողված բաղադրատոմսերից մեկով։ Թասի մեջ լցնում ենք 500 գրամ ալյուր, դա 250 մլ բաժակով 3 բաժակ է ստացվում, վերևը իհարկե հավասար։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ մի փոքր բլրակով։ Ձու եմ կոտրում, իմ դեպքում 1 խոշոր ձու է։ 200 մլ ջուր ենք ավելացնում սենյակային ջերմաստիճանի։ Կարող է մի քիչ դրանից գոլ լինել, բայց շատ տաք չպետք է լինի։ Նաև սառը չվերցնեք։ Այս փուլում ձեզ կարող է թվալ, թե խմորը շատ պինդ է, իսկապես դժվար է հավասար դառնում, մի չարչարվեք, երկար մի տանջվեք, ուղղակի թողեք մի 15 րոպե հանգստանա, հետո ավելի հեշտ կլինի։ Մոտ 20 րոպե խմորը հանգստացավ, դրանից հետո շատ կարճ ժամանակում արագ հունցեցի ու շատ հեշտ, այսպես համասեռ զանգված ստացվեց։ Տեսեք, նաև մատներով ձեռք տալիս է զգացվում, որքան է նրբացել ու ավելի հեշտ է ի դեպ արդեն աշխատելը։ Ու հա, որ կարևոր է շատ, խմորն ընդհանրապես կպչուն չէ։ Քանի որ յուրաքանչյուր հունցելուց, խմորի հետ աշխատելուց հետո խմորը մի տեսակ ձգվում է ու դժվար է արդեն կրկնակել, դրա համար վերջնական հունցելուց հետո էլի մի 10-15 րոպե նվազագույնը թողնում ենք, որ էլի հանգստանա, արդեն վերջնական թուլանա, որ կարողանանք աշխատել։ Կարող եք նաև մի քիչ ավելի երկար։ Ես օրինակ մի քիչ երկար կթողնեմ, քանի որ դեռ միջուկը պետք է պատրաստեմ։ Նշեմ բաղադրիչների քանակը, որ կպահանջվի մեր պատրաստած խմորի համար, որպեսզի ուղիղ հերիքի 500 գրամ միս է, կարելի է մոտ 1/3 մասը փոխարինել խոզի մսով, այս դեպքում միայն տավարի միս է։ Նաև 1 խոշոր սոխ եմ օգտագործում, կարելի է նաև 2 փոքրիկ կամ 1.5 միջին, արդեն դուք գիտեք, հատուկ ձեզ համար եմ կշռել, ուղիղ 100 գրամ առաջին անգամ եմ կշռել։ Եվ ես 2 պճեղ սխտոր կօգտագործեմ, սա իհարկե ըստ ճաշակի է։ Որպեսզի ամեն անգամ ճիշտ կողմնորոշվեք, իմանաք ձեր պատրաստած խմորի համար որքան միջուկ է հարկավոր, մոտավորապես հետևյալ հաշվարկն արեք։ Յուրաքանչյուր խմորի մեջ որքան ալյուր ավելացրիք, օրինակ 500 գրամ ալյուր ավելացրիք, ուրեմն 500 գրամ միս է հարկավոր։ Գումարած արդեն մնացած բաղադրիչները ու կստացվի այն քանակը, որ հարկավոր է ձեր խմորի այդ քանակի համար։ Հենց այս բաղադրատոմսով շատ եմ հավանում, քանի որ ոչ մի բան երբևէ փոխելու կարիք չկա։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես 1 կիլոգրամ մաքուր մսին, աղացած կամ ցանկացած, եթե եփում եք, 1 կիլոգրամ մսին 1 ճաշի գդալ աղ ենք ավելացնում։ Բայց քանի որ ֆարշի դեպքում էլի բաղադրիչներ են ավելացվում, օրինակ սոխը եւ այլն, նման դեպքում պատրաստի այսպես ֆարշին 1 կիլոգրամ մսի դեպքում գումարած բաղադրիչները ավելացնում ենք 1 ճաշի գդալ ու մի քիչ ավել։ Կավելացնեմ նաեւ 1 թեյի գդալ սև պղպեղ, նաեւ մի քիչ կարմիր պղպեղ, քանի որ շատ կծու է, քիչ եմ ավելացնում։ Քանի որ այստեղ խոզի միս չավելացրի, մի քիչ փափուկ կարագ կավելացնեմ։ Նաև կանաչի կավելացնեմ, այստեղ մեծ մասը համեմ է ու մի քիչ մաղադանոս։ Մաղադանոսը սառեցված էր, բայց ոչինչ, ինքն իրեն կհալչի։ Հունցելիս նաև մի քիչ ջուր կավելացնեմ, մի քանի ճաշի գդալ, շատ հարկավոր չէ։ Սա խնկալի չէ, որ շատ հյութեղ ու ջրիկ լինի։ Շատ երկար հունցելու ու շատ չարչարվելու կարիք չկա, մի քիչ ուղղակի այսպես հունցում ենք, որ միսը ուղղակի ջուրը վերցնի, յուրացնի ու հյութեղ դառնա, ոչ ավել։ Վերջ արդեն պատրաստ է, հիմա կծածկենք ու կարճ ժամանակով կդնենք սառնարանը, ցանկալի է, որ աշխատելիս սառը լինի։ 1 ժամից ավել արդեն անցավ, խմորը այդ ընթացքում էլի հանգստացավ ու էլի նրբացավ, ավելի նրբացավ։ Հանգստից հետո էլ շատ չենք սեղմում, շատ նորից չենք գնդում եւ այլն, որ էլի չձգանա, քանի նուրբ է, այսպես էլ գտնակելու ենք։ Չնայած որ խմորն ընդհանրապես կպչուն չէ, բայց միևնույն է սեղանին մի քիչ ալյուր եմ անում, որ շերտը հավասար բացվի։
Շատ բարակ չենք բացում խմորը, միջին հաստության է։ Խմորը վերջում աշխատում ենք օկել մակերեսից, սեղանից, քանի որ եթե կպած է լինում թեկուզ մի քիչ, կարող է ավելի ձգված լինել, հետո շրջանակները կտրելու եք ու փոքրանան։ Այնպես որ ավելի լավ է աշխատեք, որ թույլ նստի, այսպես սեղանին։ Ես այսպիսի գործիքով կաշխատեմ, կկտրատեմ 6.5 սանտիմետր տրամագծով շրջաններ։ Դուք կարող եք ցանկացած բաժակ օգտագործել, չափսը նույնպես էական չէ պահպանելը, արեք ինչ չափսի կուզեք։ Արդեն սկսեցինք ձևավորել։ Եթե սեղանին դրված այս վիճակում մի քիչ չորացել են, կարող եք մատները մի փոքր խոնավեցնել ու եզրերին քսել, որպեսզի լավ կպնեն։ Ըստ մասնագիտական գրականության, եթե հստակ եք ուզում, մոտավորապես 1:1 հարաբերակցություն պետք է լինի, այսինքն որքան քաշով ստացվում է խմորի կտորը, այնքան էլ պետք է լինի միջուկը, մի փոքր խմորի քաշից պակաս։ Հետևաբար, եթե խմորը ենթադրենք 15 գրամ է, ապա միջուկը մոտավորապես դրանից մի քանի գրամ պակաս պետք է լինի։ Սա նրանց համար, ովքեր հստակություն են ուզում, իսկ այսպես ուղղակի աչքաչափով։ Օգտագործելուց առաջ մի փոքր ավելորդ ալյուրն այսպես թափ ենք տալիս, որ հետո արգանակը թափանցիկ ստացվի։ Խմորի հետ շատ հեշտ է աշխատել, եզրերը հեշտ են կպնում ու այսպիսի գեղեցիկ տեսք ենք ստանում։ Իհարկե ձևը ընտրեք ինքներդ, ես առաջարկում եմ այն տարբերակը, որ ես եմ նախընտրում։ Ինչ վերաբերում է կտորտանքների, գիտեմ դա շատ դեպքում գլխացավանք է, քանի որ այս մասերը որպես կանոն մի քիչ ավելի չոր են լինում։ Գռնակելիս ալյուր ենք անում եւ այլն, չոր են լինում ու դժվար են հետո հավաքվում, բայց այս խմորի դեպքում նման խնդիր չկա։ Նախ որովհետեւ գռնակելիս շատ ալյուր չենք անում, խմորը շատ ալյուր չի վերցնում։ Բացի դրանից, այս խմորը մի քիչ հանգստանալու արդյունքում ուղղակի պլաստիլինի է վերածվում ու հանգիստ կարող եք միացնել իրար ու գնդի վերածել։ Ժողովուրդ, տեսեք, ցանկացած խմորի հետ ցանկացած բան պատրաստելիս, եթե ենթադրենք կտորտանքները սեղանին են մնացել ու չորացել են կամ ալյուր շատ է կարել աշխատելիս չոր են ստացվել, որպեսզի հեշտ հավաքվեն, ամբողջը հավաքեք ու դրեք որևէ փակ տարածության մեջ։ Թեկուզ ջեռոց լինի, թեկուզ միկրոալիքային վառարան, չենք միացնում, մեզ միայն այդ փակ տարածքն է պետք։ Ու կողքին դնում ենք եռման ջրով բաժակ։ Դուռը փակում ենք ու այդպես թողնում ենք։ Ներսում խոնավ միջավայր է առաջանում, որի շնորհիվ խմորը կլանում է իրեն անհրաժեշտ խոնավությունը ու վերականգնում իր նախկին որակը։ Ես ուշ գիշերով էի աշխատում, ամբողջը միանգամից սառեցրի, հիմա արդեն լուսաբաց է, միասին կգնահատենք։ Այս բաղադրատոմսով մեկ չափաբաժին ստացվում է ուղիղ այսքան։ Եփել իհարկե շատ հեշտ է, հատուկ սկսնակների համար կնշեմ հերթականությունը։ Կրակին ջուր ենք դնում ու հասցնում ենք եռման։ Ջուրը պետք է շատ լինի։ Հենց լավ եռա, ավելացնում ենք աղ, հատիկավոր սև պղպեղ ու դափնու տերև։ Վերջին երկուսը ըստ ճաշակի։ Ասեմ, որ տատիկս նաև սպիտակ սոխ էր ավելացնում, որ արգանակն ավելի համեղ լինի։ Սա հատուկ նրանց համար, ովքեր սիրում են վայելել արգանակով։ Այս ամենն ավելացնում ենք ու գցում ենք եփելու։ Ասեմ, որ եթե սառեցված են, ինչպես իմ դեպքում է, չենք հալեցնում, երևի բոլորդ գիտեք, հենց այդպես էլ գցում ենք եփելու։ Եթե նոր եք պատրաստել, էլի ոչ մի խնդիր, հենց այդպես ուղարկում ենք եռման ջրի մեջ։ Բայց դրանք ջրի մեջ գցելուց առաջ ջուրը լավ խառնում ենք, որպեսզի լավ պտտվի։ Մի տեսակ կարծես պտտահող ենք առաջացնում ներսում, քանի որ սկզբում շատ փափուկ են ու հանգիստ կարող են կպնել հատակի, որպեսզի առաջին մի քանի վայրկյանը պտտվեն ջրի մեջ։ Այսքանը ժողովուրդ, մի քանի րոպե հետո արդեն կբարձրանան ջրի երես, դրանից հետո կարելի է հաշվել միջինը 5 րոպե, իհարկե կախված է չափսերից։ Իմ դեպքում մոտավորապես 5 րոպե կպահանջվի ու վերջ կարելի է վայելել։ Մի մասը հիմա կպատրաստենք, մնացածը կուղարկեմ սառցարան։